Արդեն 5-րդ օրն է, ինչ Հայաստանի 6 մարզերի անտառային հատվածներում հրդեհներ են։ Վերջին օրերին հրդեհներ են նաև Դիլիջանի ու քաղաքին հարակից անտառային հատվածներում։ Civilnet-ի այցելության պահին Դիլիջանի Լեռնային Արմենիա հյուրանոցին հարակից անտառում շարունակվում էին հրդեհաշիջման աշխատանքները։ Տավուշի մարզում ունենք խոտածածկ եւ բուսածածկ տարածքների հրդեհի 4 կետ։ Առաջին հատվածը Դիլիջանի ոլորանների հատվածն է, որտեղ իրականացում են հրդեհաշիջման աշխատանքները այս պահին։ Երկրորդ հատվածը դա այս հատվածն է, Լեռնային Հայաստանից դեպի վերև, անտառային հատվածում։ Երրորդ հատվածը դա Նավուր տեղամասի հատվածն է եւ ուրեմն Կազաչի կոչվող հատվածը։ Այդտեղ հրդեհը մեկուսացված է։ Մնացած հատվածներում հրդեհաշիջումը ինտենսիվորեն շարունակվում է։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրաված է նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռը, որը պարբերաբար թռիչքներ է իրականացնում։ Լեռնային Արմենիա հյուրանոցի տարածքում հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են շուրջ 700 փրկարար ծառայող, էկոպարեկներ, բնակիչներ ու ոստիկաններ։ Նաև կամավորներ են ներգրավվել աշխատանքներին։ Գիշերվանից այնտեղ ենք, լույսը չբացված վարսացել ենք։ Լեռնային Հայաստան այս ռեզորտից մոտարապես լավ վերև ու մի 4-5 կիլոմետր ուղղությամբ սարերը մենք էլ ենք մասնակցել աշխատանքներին։ Երեկվա նույնիսկ հանգցրած հրդեհները նորից բռնկվել էին, այսինքն նորից զրոյից հանգցրել ենք։ Նորմալ է, որովհետև լիքը չոր խոտ ու տերև, մի հատ թեթև կայծ ու ինքը նորից աշխատելու է հրդեհը բռնկվելու։ Նորից հանգցրել ենք, այս անգամ մի քիչ ավելի ուշադիր ձևով մաքրել ենք տերևները, հեռու ենք տարել հրդեհի հիմնական աղբյուրներից, բավականին դժվար գործ էր։ Որն է դարձել հրդեհների պատճառ եւ կա արդյոք մարդկային գործոն։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում ու հանրայնացնելու տեղեկատվություն ունենալու դեպքում կհրապարակեն։ Ըստ մասնագետների հիմնականում չոր կլիման է, ինչպես հայտնի է նաև մեր տարածաշրջանում հրդեհ բռնկվել նաև հարևան Իրանի սահմանում, Կասպից ծովի ափին անտառային հրդեհներ կան մեծ եւ հիմնական մասնագետները հիմնականում ասում են, որ չոր կլիման է, բայց զուգահեռ մենք մեր բնակիչներին հորդորում ենք, որպեսզի չայրեն խոզան, խոտը, այսինքն անհարկի այրումներ չանեն, ինչը հնարավոր է հանգեցնի մանավանդ չոր կլիմայի պայմաններում նման մեծածավալ հրդեհների։ Դա խոզան այրելը ինչպես վտանգավոր է եւ վնաս է տալիս հողին, հողի որակին, էկոհամակարգին, այնպես էլ հնարավոր է վերածվի մեծ հրդեհների։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ իրավիճակը լիովին գտնվում է փրկարար ծառայության վերահսկողության տակ։ Նաև հայտնում են, որ կամավորական խմբերի ներգրավման անհրաժեշտության դեպքում նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։